Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրը մանկապարտեզ չի ունեցել։ Հիմա ունի, այդ թվում մսուրի հնարավորությամբ։ Հարգելի կառավարության անդամներ, համեցեք մեր նորակառույց մանկապարտեզը։ Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։ 33 երեխա հերթագրված է ու շուտով կսկսի հաճախել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սովորաբար, կատարված աշխատանքի որակն ուսումնասիրեց ամենայն մանրամասնությամբ։ Այս բանի հատվածը տենց պետք է լինի, այդ ինչ որ բանով ինչ որ բանա փաթաթած տենց պետք է լինի։ Ֆայկա չի, բանա փաթաթած։ Ստեղ էլ խնդիրներ ունենք։ Հեն այ ոնց է դրած, այդ ես ճիշտ եմ ասել եմ ձեր։ հա, օքեյ։ Երկհարկանի այս մանկապարտեզում վարչապետը կարևոր համարեց, որ հնարավորության դեպքում մանկապարտեզները մոդուլային լինեն, մեկ հարկանի։ Որոշակի լարվածություն այլ երեխեք են իջնելից բարձրանալիս մեկ էլ աչքի դեմից բանը լինեն գնան աստիճանների մոտ եւ այլն։ Այսինքն մտածում եմ չէ, բայց դե ամեն դեպքում լարվածություն է, էլի, մի արկանին մանկապարտեզի համար, եթե կա տարածք, իսկ այս դեպքում ոնց որ տարածք կարար լիներ, բայց չի ստացվել։ Կարծիք հայտնեց, որ մանկապարտեզների դեպքում էլ նախագծերը ստանդարտացնելը ճիշտ կլինի։ Շնորհավորում եմ մայրիկներին, հատկապես շնորհավորում եմ մանկապարտեզի առիթով։ Բոլորը սաներ են մանկապարտեզի երեխեքը։ Շատ լավ, փոքր տարիքից էլ կան 2 տարեկան մսուրայինի։ Շատ լավ։ Բա աշխատատեղ կա, որ նաև մայրիկները աշխատեն, թե չկա աշխատատեղ։ Կա։ Չէ, ոչ միայն մանկապարտեզում, ընդհանրապես։ Հա, շատ լավ։ Բա մենք մանկապարտեզները դրա համար ենք կարևորում, որ երիտասարդ մայրիկներ այդ թվում աշխատեն, տնտեսվարեն, փոքր եւ միջին բիզնես ստեղծեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Քայլ, տենց։ Ես եմ շնորհակալ։ Լավ եղեք։ Գյուղի բնակիչները մանկապարտեզի համար շնորհակալ են, բայց ասում են խնդիրներ էլ ունեն։ Հարազատ Բերդկունքում վարձով ապրող բնակիչն ուզում է մի կտոր հող գնել։ Շուկայական գնով հաշվարկելուց հետո արժեքը կազմել է ավելի քան 7.5 միլիոն դրամ։ Վարչապետը դժգոհությանը պատասխանելով հիշեցրեց, որ նախկինում էլ գյուղերում մարդիկ բողոքում էին, թե 1 քառակուսի մետր հողը վաճառվում է 50-ից 80 դրամով։ Հիմա օրենքներն այնպիսին են դարձրել, որ գյուղի հողերը վաճառվեն օբյեկտիվ գներով ու համայնքը եկամուտ ունենա։ 7 միլիոնը գալիս է համայնքի բյուջե։ Համայնքի բյուջե գալիս է դառնում է մանկապարտեզ, գալիս է դառնում է դպրոց, գալիս է դառնում է ճանապարհ, գալիս է դառնում է ենթակայան, գալիս է դառնում է այն։ Այսինքն մենք այդ փողը մեր գրպանը չենք դնում, այդ փողը ձեր գրպանն ենք դնում։ Բայց կա մարդու աջ գրպան, կա մարդու ձախ գրպան։ Մենք մարդու աջ գրպանի պատասխանատուն ենք, պետք է աջ գրպանի հարցը լուծենք։ Մարդու ձախ գրպանի պատասխանատուն ինքն է։ Ինքը պետք է իր հարցերը լուծի, աշխատի, իր կարիքները լուծի։ Մեզնից յուրաքանչյուրը մենք որ ապրանք ունենանք վաճառքի, որ տանենք շուկա, որ հանենք վաճառքի, որ ասեն արի քո ապրանքը 1000 դրամ է գինը, ինձ 50 դրամով տու, ով կտա, մենք կտանք։ Բայց եթե մեր անձնականը չենք տա, մեր համայնքայինը ոնց տանք։ Այսինքն եթե մեր անձնականը չենք տա, մեր պետության խնդրեմը էդ է, որ մենք մեր անձնականին ուրիշ կերպ ենք վերաբերվում, ասում ենք, ոնց կլինի 1000 դրամը, հələ պետք է 1500-ով ծախենք։ Բայց որ համայնքային պետական ասում են, հա դե ջանդա անտեր է էլի, հա ոչինչ 50 դրամով տվեք, չէ, մենք ասում ենք, որ չէ, տեր կա այլևս, ու դուք էլ եք այդ տերը։ Մենակ պետու դուք եք այդ տերը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց բնակարանով ապահովման այն ծրագրերը, որոնք նախատեսված են սոցիալական որոշակի խմբերի համար։ Ես խնդրում եմ, որ այս հարցին ըմբռնումով մոտեցեք եւ ելի եմ ասում, այն խմբերը, որոնք մենք օբյեկտիվորեն աջակցության կարիք կունենան, մենք իրանց կաջակցենք։ Մյուսներին կքաջալերենք, հնարավորություն կստեղծենք, որ մարդիկ աշխատեն, իրանց ձախ գրպանի հարցը լուծեն։ Այս է մոտեցումը։ Շնորհակալ եմ։ Գնացեք։ Գավառ համայնքի մեկ այլ բնակավայրում Սարուխանում վերջերս նորոգվել է համար 2 հիմնական դպրոցը, նախակրթարանով։ Դպրոցը 270 սովորող ունի, նախակրթարանի սաները 13-ն են։ Այդ մոլորակները դուք եք պատրաստել պլաստիլինից, շատ ապրեք։ Շենքը 60-ականներին է կառուցվել, հիմա ամեն ինչ այստեղ թարմացված է, միջավայրից մինչև լաբորատոր սարքեր։ Ինչ դաս եք անում հիմա։
Հայտորոշիչ գրավոր աշխատանքներ։ Լավ է նորոգված դպրոցում։ Ձեզ դուր գալիս է։ Ավելի լավ եք սովորում։ Շատ ապրեք։ Փոխում ենք նկարները, որ պահի, որ ամիսը, որ շաբաթը, արագ հաշվողը, լավագույն տեղագիրը փոխում ենք։ Ահա, հիմա ահագին դատարկ տեղեր կան, պետք է լրացնել, չէ՞, դատարկ տեղերը։ Դատարկ տեղերը ուզել ենք նկարներից։ Հա, այսինքն զբաղված են տեղերը նկար։ Աշխատասելու Շատ լավ։ մոտեսա։ Լավ է։ Ով է շատ կներեք երեխաներից Կարիք չկա, երեխեք, կարիք չկա։ Շատ լավ, գիտենք, կարիք չկա, լավ եղեք երեխեք։ Ավարտական դասարանը վարչապետի հետ լուսանկարվել ցանկացավ։ Վերջի զանգեք, պատրաստվեք։ Շնորհակալ ենք, որ ես լավ դպրոցը կառուցեցի։ Հա, հասցրեցինք դες մի քանի ամիս, որ ես դպրոցում եմ։ Այդ նկարը կփոխանցենք իրանց։ Չէ, մեծ նկարը կարողա պետք է լինի։ Լավ է։ Տասնամյակներ առաջ կառուցված այս դպրոցում էլ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մարզադահլիճը փոքր է։ Ինչն է երկրորդ տեղ զբաղեցրել։ Սեյանի Ֆելիքսի վարչապետի գավաթի մարզային փուլ այս տարի երկրորդ, անցած տարի բայց հաղթել ենք, անցած տարի մենք հանդիպել ենք իրար հետ։ Շատ լավ։ Հանրապետական Իսկ դրսի դաշտ օգտագործում եք, հա։ սկսել ենք օգտագործել։ Շատ լավ։ Դե բասկետբոլին էլ պատրաստվեք, ճիշտ է, բանը դահլիճը մի քիչ ստանդարտի մեջ չի, բայց անցած տարի վոլեյբոլի համայնքային փուլը նորից երկրորդ տեղ ենք զբաղեցրել։ բայց վոլեյբոլի համար էլ է փոքր։ Հա, վոլեյբոլի համար էլ է փոքր, բայց ոչինչ։ Շանսը ունենք դնում դասաժամերի ժամանակ դնում խաղում բարով։ Շատ լավ, հաջողություն եմ մաղթում։ Հետաքրքիր է, էլի, ինչի են սենց արել, այսքան ծախսը արել են 60 որ թվին է կառուցվել։ Սարուխանում եւս բնակիչները շնորհակալություններով ու խնդիրներով էին սպասում վարչապետին։ Սպորտ հրապարակ չունենք, երեխաները առողջական խնդիրներով են մեծանում, ասացին։ Ամեն դեպքում վարչապետը նկատեց, բնակավայրերը մարզադպրոցներով ապահովելու հարցը պետք է լուծել։ Այս դեպքում էլ կարծում է տիպային նախագիծ պիտի ունենալ։ Տանք համայնքին եւ բան անենք եւ ասենք թե այդտեղ ինչքան աշակերտ կարա հաճախի։ Տանք համայնքներին, որ համայնքները աշակերտների թիվը տվին, որ համապատասխան թվով աշակերտներ ունեն սպորտ դպրոց հաճախելու եւ մոտակա շարավղով ստանդարտին համապատասխան ֆիզկուլտուրայի եւ դահլիճ կա, առաջնահերթությունը կսկսենք այդտեղից, հետո կամած արդեն կարանք ավելի փոքր ստանդարտի էլ դնենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Հակակարգտային կայան չունեն բերքը պաշտպանելու համար, ասացին։ Վարչապետը պատասխանեց, այդ կայանները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև հարևան համայնքի վնասն են մեծացնում։ Ապահովագրությունից բացի լուծման այլ տարբերակներ պետք է գտնեն։ Մեր գյուղը ամենալավ ջուրն ունի, խմելու ջուրը։ Բայց մենք սորավ ենք։ Վարչապետն ասաց, ջրի խնդիրն ամենուր է։ Այդ խնդիրների լուծումը հաջորդ 5 տարում կառավարության առաջնահերթություններից է լինելու։ Եղբայր ուշանում եմ, խնդրում եմ։ Մենք քեզ հետ ենք, Շնորհակալ եմ։ մեր ձայնը մեր ամբողջ հոգով ենք տալիս, որտեղ դուք արժանինքներ ունեք, հələ էլի ղեկավարելով։ Որ ինձ ձայն եք տալիս, համարեք թե դուք ձեզ եք տալիս, այդքան վստահ եղեք։ Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցը եւս հիմնանորոգվել է եւ շուտով երեխաները բոլորովին նոր պայմաններում կսովորեն։ Դպրոցում 340 աշակերտ կա։ Այստեղ մարզադահլիճը այնքան փոքր չէ, ինչպես մյուս հին դպրոցներում։ Այն ինչա պատի ներքևը խոնավության խնդիր կա։ Չէ, հետանի շուտն է։ Չէ։ Խոնավության խնդիր չի, բանի խնդիրը։ Նորմալ չեն ներկե։ Ինչ որ պրոբլեմ կա այդտեղ։ Թողանայի շինարարը կարգի բերի։
Փաշինյանն արձանագրեց, ներսում ամեն ինչ պատրաստ է, բայց շրջակայքը համապատասխան չէ դրան։ Բարեկարգումը, կանաչապատումն ու ծառատունկը պետք է կազմակերպի դպրոցը, համայնքի ու մարզպետարանի հետ։ Կանաչածառա եւ այլն, պետք է դպրոցը ինքը կազմակերպի, դա կրթական process-ի մասսասեփական միջավայրը փոխելը։ Բակում հավաքված երեխաներն ասացին ուզում են իրենց դպրոցն էլ նորոգվի։ Վարչապետն արձագանքեց կարվի հաջորդ փուլում։ Երեխաներն ուզում են, որ դպրոցի փոքր ֆուտբոլի դաշտից բացի պրոֆեսիոնալ թիմերի համար նախատեսված դաշտ ունենան։ Փաշինյանը կարծում է ավելի մեծ դաշտը պետք է լինի ըստ արդյունքի եւ ըստ օբյեկտիվ անհրաժեշտության։ Դա ինքնանպատակ չէ։ Բնակիչները վճռական էին պատրաստ 100 մետրանոց դաշտ ունենալու համար իրենց ներդրումն ունենալ։ Ասացին նախահաշվով մինչև 500 միլիոն դրամ կպահանջվի։ Վարչապետը խոստացավ մասնավոր հատվածի ներդրման չափով ներդրում կանի կառավարությունը։ Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրում նույնպես մանկապարտեզ է կառուցվել։ Բնակիչներից մեկը նկատեց գյուղի 250 տարվա պատմության մեջ առաջին անգամ։ Գործում է արդեն մոտ 1 տարի։ Քնում եք ճուտիկներ։ Ճիշտ եք անում։ Բնակիչները գյուղի 4-5 հիմնախնդիրների մասին նամակ հանձնեցին վարչապետին, վստահությամբ, որ լուծումները կգտնվեն։ Նաև ասացին, ոռոգման ջուր չունեն, լավ կլինի ջրամբար կառուցվի։ Մարզպետը տեղեկացրեց, փոքր ջրամբար կառուցելու համար արդեն մրցույթ է հայտարարված։ Ձեր գյուղին ու լիճ գյուղի համար։ Շնորհակալություն։ Մարտունիում Նիկոլ Փաշինյանը նկատեց, հաճախ է այցելում այստեղ, 2018-ից հետո առնվազն 15 անգամ։ Էլի եկան, քոշ չենք դալի։ Չէ, լավա։ Մի ակնթրակ ունեն։ Մեկ քիչ ուշադրություն է։ Ուղիղ կողնորոշվա։ Նրանք երեքներ շատ քանակությամբ փող են բաժանում։ Այս մի հարցը լուծես մնացող 5 ու խաչ մեկ է Մարտունի քաղաքի Երևանյան եւ Միասնիկյան փողոցները շուրջ 2 կիլոմետր ասֆալտապատվում են։ Աշխատանքների ավարտը նախատեսված է սեպտեմբերին։ Երկիր համար մի 600 քառյակ բանակցություն են բերել։ Շնորհակալ։ Ոնց անենք, որ էսի իրացնենք։ Տվեք կկարդան։ Տվեք կկա, էսա։ Հա, այսքան։ Եղավ, շնորհակալ։ Հանրապետական նշանակության շորժա Վարդենիս ավտոճանապարհը նույնպես հիմնանորոգվել է, մոտ 19 կիլոմետր։ Վարչապետն ասաց, կառավարության համար սկզբունքային է, որ Սևանի շուրջ ճանապարհն ամբողջությամբ բերվի որակական բարձր մակարդակի։ Հավելեց նաև Սևանը ամենամեծ ներդրումային պոտենցիալն ունի, ու այդ հնարավորությունը պետք է օգտագործել, խնամքով պահպանելով հանդարտ լիճը։ Նկատեց, որ Վարդենիս խոշորացված համայնքում մթնոլորտն ընդհանուր առմամբ փոխված է, իսկ սահմանային խնդիրները խաղաղ ու հանգիստ կերպով կլուծվեն սահմանազատման շրջանակում։ Վստահ եղեք խաղաղության մեջ եւ վստահ եղեք նաեւ նրանում, որ խաղաղությանը տեր կանգնելը շատ կարեւոր է։ Այսօր իմիջայլոց ձեզ ասեմ, այսօր Հայաստանի Հանրապետությունում բանը թիրախը կառավարությունը չի, թիրախը իշխանությունը չի, թիրախը խաղաղությունն է։ Մեզ չեն խփում, խաղաղությանն են խփում ամենատարբեր վարկածները առաջ քաշելով, ամենատարբեր սցենարներ առաջ քաշելով, բայց ես կարծում եմ, որ խաղաղությունը դուք տենում եք, դուք զգում եք։ Մարտունու Աստղաձոր բնակավայրում մանկապարտեզ է կառուցվել, նախկինում այստեղ էլ չի եղել։ Նաև ապաստարանը նայելուց հետո Փաշինյանը հայտարարեց, մանկապարտեզը ստացվել է։ Վարդենիկի մանկապարտեզը վերանորոգվել է, ավելի վաղ փակվել էր վաճառվել։ Վերջին 1 տարին նորից գործում է ըստ նշանակության։ 145 երեխայի համար է նախատեսված, հաճախում է 118-ը։ Բարև ձեզ։ Լավ ճաշեր եք եփում երեխեքի համար։ Մանկապարտեզներում մսուրը վարչապետը կարևորում է նաև երեխաների խոսքը զարգացնելու առումով։ Երեխեքը կշփվեն իրար հետ, որտեղ հիմա ի՞նչն է խնդրեմը, ամբողջ օրը հեռախոսով մուզիկ են նայում կամ եւ այլն, այսինքն չեն իրանք հաղորդակցվում կենթանի հաղորդակցություն, բայց որ մսուրային հատվածը մեծ լինի, ենթադրենք մենք հնարավորություն ունենանք 6 ամսեկանից մի տարեկանից երեխեքը մսուրայինում լինեն, իրանք արդեն այնտեղ կլինեն վերահսկողության տակ եւ նաեւ իրար հետ կշփվեն, այդքան երեխան դժվար եւ մանկապարտեզի ադմինիստրացիան էլ բարձր հեռախոսները չի տալու, ասի հույս ունենք։ Ծնողների նման, չէ՞, ծնողները գցում են հեռախոսը, ասում են լավ։ Գեղամասարում 94 թվականից հետո գործող մանկապարտեզ չի եղել։ Այժմ այն վերանորոգված վերաբացված է։ Ավելացվել է նաև նոր մասնաշենք։ Կատարված աշխատանքից վարչապետը գոհ էր։ Ուզում ես բացենք սա։ Հա, ուզում ես բացենք։
Ճամբարակում Նժդեհի փողոցի հենապատը եւ վթարային կամուրջը վերականգնվել են, որոնք փլուզվել էին հեղեղների հետևանքով։ Համայնքի 10 փողոցներում կառուցվել է 111,780 մետր նոր լուսավորության ցանց։ Հիմնանորոգվում է 1,5 կիլոմետր ճանապարհ։ Երախտիքի հերթական խոսքը լսելուց հետո վարչապետն առաջարկեց շնորհակալություններից այսուհետ զերծ մնալ։ Այդ աշխատանքները կառավարության պարտականությունն են։ Ճամբարակում այցելեց Workout տեսակի մարզահրապարակ։ Այս մարզաձևում արդեն փորձառու ու դեռ նոր մարզվել սկսած երեխաները հմտությունները ցուցադրեցին։ Եթե բարձր ծափահարենք տղաներին, իրանք ինչքան ողջևորվել, այնքան ավելի Օй, շատ լավ։ Ով էր ասում, դու էիր ասում, որ գիտես, դե արա տեսնե։ Բայց արդեն տեսակ ոնց են անում տղաները, արդեն մի քանի տարուց իհարկե շատ զգուշ, առանց շտապելու, այնտեղ խորհուրդները տրված են։ Առանց շտապելու պետքա մարզվեք, միջև դուք էլ կարողանաք այդպես անել։ օգնեք տղեկ, թող անեն Ահա, հլո, այդստեղ է սովոր է, ապրես, արդեն ուրեմն արդեն աշխատում է, շատ ապրեք։ Ճամբարակում Workout տեսակի եւս մեկ մարզահրապարակ է կառուցվել։ Կառավարությունն այս մարզաձևը տարածել է խրախուսում է ու աշխատում այդ ուղղությամբ։ Երեխեք բարև ձեզ, լավ եք։ Նմանապես։ Գեղարքունիքի մարզում վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը Լճաշենի ջերմատունն էր։ Հիմնվել է 2024-ին մասնավորի կողմից ու կառավարության աջակցությամբ։ Հայ-ֆրանսիական այս ձեռնարկությունում կլոր տարին վարունգ ու լոլիկ են աճեցնում։ Վարչապետի գնահատմամբ ավանդական գյուղատնտեսությունն աստիճանաբար տեղը զիջելու է այսպիսի նորարար մոտեցումներին։ Կառավարությունն էլ փորձում է խրախուսել դա։ Այ մի հարց կա, որ դաշտին ավելի համով, այդ հարցը ոնց ենք լուծել։ վերջում կհամտեսենք, համեմատենք։ Էկոլոգիապես մաքուր միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքն իրացվում է տեղական ու ԵԱՏՄ շուկաներում։ Աշխատում են նաև Եվրամիության շուկա դուրս գալու ուղղությամբ։ Ջերմատանը ներկայում 170 աշխատող կա, մշտական աշխատողները 140-ն են։ 80%-ը կանայք են, որոնց կեսից ավելին նախկինում ընդհանրապես չի աշխատել։ Փաշինյանը նկատեց, կառավարության ներդրումը նաև սոցիալական էֆեկտներ է ունենում։ Աշխատող այս մարդիկ նաև ձեռք են բերում առողջության ապահովագրություն ստանալու հնարավորություն։ Աննա Զախարյան, լուրեր